Վերջին տարիներին մեր համագործակցությունը նախարարության հետ բավականին արդյունավետ է։ Արդեն մրցույթը հայտարարվել է եւ 96 միլիոն դրամի լուսաձայնային տեխնիկա ենք ստանալու եւ 21-րդ դարում այդ տեխնիկան որակյալ ներկայացում ունենալու համար խիստ անհրաժեշտ է։ Նախարարության աջակցությամբ մենք վերջին տարիներին 5 երկրներում մասնակցել ենք միջազգային փառատոների, հյուրախաղերի, օրեր առաջ վերադարձել ենք Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից։ Համագործակցություն ենք ունեցել հայ-ֆրանսիական, հայ-պարսկական, փորձում ենք նաև համայնքապետարանի եւ նախարարության հետ միասին ներկայացում բեմ հանել Արտաշես եւ Սաթենիկ։ Արդեն պիեսը գրվել է եւ ուզում ենք պատմական դրամա անպայման բեմադրել մեր թատրոնում։ Նոյեմբերի 1-ից 7-ը հանրապետական թատերական փառատոն է, որը իրականացվում է Հայաստանի թատերական գործիչների միության, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Արարատի մարզպետի աշխատակազմի եւ Արտաշատի համայնքապետարանի աջակցությամբ։ Բավականին զարգացնում է թատերական մթնոլորտը մարզում։ Ամբողջ մարզում, չեմ վախենա ասել, համար 1 մշակութային օջախն է եւ պետական մշակութային քաղաքականությունը մենք հենց ինքներս իրականացնում ենք այստեղ եւ մեզ վրա ենք վերցրել ոչ միայն թատերական, այլ նաեւ ֆիլմերի ցուցադրություն, փառատոների կազմակերպում, համագործակցություն ենք շատ մեծ հանրակրթական դպրոցների հետ եւ բացի այն, որ գալիս են ներկայացումներ դիտելու, մենք նաեւ կրթական ծրագրեր ենք իրականացնում դերասանը դպրոցում, արդեն ավանդույթ է դարձել գրեթե ամեն երկուշաբթի մեկ դպրոցից հայտ ենք ստանում, երեխաներ ուզում են ծանոթանալ թատրոնի առօրյային, վարպետության դասեր ստանալ դերասաններից։ Այն կարծիքը, որ մարզային թատրոնները զիջում են երևանյան թատրոններին, հայտնվելով այս թատրոնում ես կհերքեմ, որովհետև մեր բոլոր ներկայացումներում միշտ ունենք լեփլեցուն դահլիճներ, ունենք հանդիսատեսի գնահատանք։ Երբ որ կյանքը թատրոնում եռում է, դա կապ չունի երևանյան թատրոնում է կյանքը եռում, թե մարզային թատրոնում։ Կարևորը ուշադրությունը լինի մարզային թատրոններին։ Երբ որ դու մեծագույն սիրով անում ես քո աշխատանքը, արդեն մարզային հանդիսատեսը սովորում է, որ այո, իր թատրոնում էլ կա լավ ներկայացում։